Եթե ձեզ թվում է, թե արջերին կարելի է հանդիպել միայն հեռավոր երկրներում կամ վավերագրական ֆիլմերում, ապա իրականությունն այլ է։ Հայաստանում նույնպես ապրում է գորշ արջը, եւ հատկապես վերջին տարիներին մարդիկ ավելի հաճախ են հայտնում անտառներում կամ նույնիսկ գյուղերի հարակից տարածքներում արջ տեսնելու մասին։ Նման դեպքեր գրանցվել են Լոռու, Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի եւ որոշ այլ մարզերում։ Բարեբախտաբար, արջերը սովորաբար խուսափում են մարդկանցից։ Նրանք մարդուն որպես որս չեն ընկալում եւ մեծամասամբ հեռանում են հենց որ զգում են մարդու ներկայությունը։ Սակայն երբ հանդիպումը լինում է անսպասելի, հատկապես խիտ անտառներում, կիրճերում կամ այնպիսի վայրերում, որտեղ կենդանին չի հասցնում ժամանակին հեռանալ, իրավիճակը կարող է վտանգավոր դառնալ։ Այս տեսանյութում կխոսենք այն մասին, թե ինչպես նվազեցնել արջի հետ հանդիպելու հավանականությունը, ինչ անել, եթե այնուամենայնիվ հանդիպել եք նրան, եւ որ սխալները երբեք չպետք է թույլ տաք։ Ամռանը եւ աշնանը մարդիկ հաճախ գնում են անտառ, սունկ, հատապտուղ կամ դեղաբույսեր հավաքելու, իսկ զբոսաշրջիկները արշավների։ Հենց այդ ժամանակ էլ մեծանում է վայրի կենդանիների հետ պատական հանդիպան հավանականությունը։ Որոշ գյուղերի բնակիչներ նույնպես պատմում են, որ գիշերային ժամերին արջերը երբեմն մոտենում են մեղվանոցներին, պտղատու այգիներին կամ անասնագոմերին սնունդ որոնելու համար, սակայն նման դեպքերը չեն նշանակում, որ կենդանին հատուկ մարդկանց է փնտրում։ Շատ հաճախ պատճառը հեշտ հասանելի սնունդն է։ Շատերը կարծում են, եթե արջը հայտնվել է գյուղի մոտ, ուրեմն դարձել է ագրեսիվ։ Իրականում միշտ չէ, որ դա այդպես է։ Արջերը հիանալի հոտառություն ունեն եւ կարող են մեծ հեռավորությունից զգալ սննդի հոտը։ Բաց աղբամանները, անպաշտպան մեղվանոցները, այգիներում թափված պտուղները կամ կենդանիների կերը կարող են գրավել նրանց ուշադրությունը։ Բացի այդ, երիտասարդ արջերը հաճախ նոր տարածքներ են որոնում եւ կարող են պատահաբար հայտնվել մարդկանց բնակավայրերին մոտ։ Ինչպես նվազեցնել հանդիպան հավանականությունը։ Ամենալավ հանդիպումը այն է, որը տեղի չի ունեցել։ Եթե պատրաստվում եք գնալ Հայաստանի անտառներից որևէ մեկը, հատկապես այն շրջանները, որտեղ հայտնի է գորշ արջի առկայությունը, կարևոր է հետևել մի քանի պարզ կանոնների։ Առաջինը, հնարավորության դեպքում միայնակ մի գնացեք։ 2 կամ 3 հոգով քայլելու դեպքում կենդանին շատ ավելի շուտ կնկատի ձեր ներկայությունը եւ ամենայն հավանականությամբ կհեռանա։ Երկրորդը, շարժվելի ժամանակ առ ժամանակ խոսեք իրար հետ։ Անհրաժեշտ չէ բարձր գոռալ, սակայն բնական խոսակցությունը բավական է, որպեսզի կենդանին լսի ձեզ եւ նախապես հեռանա։ Երրորդը, եթե ճանապարհին նկատում եք թարմ հետքեր, մեծ փորվածքներ, ծառերի վրա ճանկերի հետքեր կամ կենդանու արտաթորանք, զգոն եղեք։ Դրանք կարող են վկայել, որ տվյալ տարածքում վերջերս արջ է եղել։ Եթե տեսնում եք նման նշաններ, ավելի լավ է փոխեք երթուղին կամ վերադառնաք անվտանգ ուղղությամբ։ Բոլոր հանդիպումները նույնը չեն։ Ամենավտանգավոր իրավիճակներից մեկը այն է, երբ մարդը պատահաբար հայտնվում է մայր արջի եւ նրա ձագերի միջեւ։ Մայր արջը բնազդաբար պաշտպանում է ձագերին եւ կարող է վտանգ զգալ նույնիսկ այն դեպքում, երբ մարդը վատ մտադրություն չունի։ Եթե անտառում առաջինը նկատել եք փոքրիկ արջուկի, երբեք մի մոտեցեք նրան լուսանկարելու կամ տեսանկար անելու համար։ Շատ հավանական է, որ մայր արջը մոտակայքում է եւ հետևում է իրավիճակին։ Նույնքան վտանգավոր է կենդանուն անակնկալի բերելը։ Եթե խիտ թփերից դուրս գալիս հանկարծ հայտնվում եք արջի դիմաց, նա կարող է վախենալ եւ պաշտպանողական արձագանք տալ։ Այս պատճառով էլ խորհուրդ է տրվում խիտ անտառներում քայլել այնպես, որ կենդանին նույնպես լսի մարդու ներկայությունը։ Եթե կենդանին ձեզ դեռ չի նկատել, մի փորձեք մոտենալ, ավելի լավ լուսանկար անել կամ տեսանյութ նկարել, հանգիստ կանգ առեք, գնահատեք իրավիճակը եւ հնարավորության դեպքում նույն ճանապարհով կամ շրջանցելով հեռացեք։ Եթե արջը արդեն նկատել է ձեզ, բայց հանգիստ է պահում իրան, նույնպես խուճապի մի մատնվեք, մի քանի անգամ հանգիստ խոսեք, որպեսզի կենդանին հասկանա, որ իր դիմացը մարդ է։ Շատ դեպքերում գորշ արջը պարզապես կշրջվի եւ կհեռանա։ Եթե արջը ձեզ նկատել է, ամենակարևոր կանոնը մեկն է՝ խուճապի մի մատնվեք։ Վախը բնական զգացողություն է, սակայն հենց խուճապի պատճառով մարդիկ հաճախ կատարում են ամենավտանգավոր սխալները։ Առաջին հերթին կանգ առեք եւ փորձեք գնահատել իրավիճակը։ Ուշադրություն դարձրեք կենդանու վարքին։ Եթե արջը պարզապես նայում է ձեզ, հոտոտում օդը կամ դանդաղ շարժվում է, դա դեռ չի նշանակում, որ պատրաստվում է հարձակվել։ Շատ դեպքերում նա պարզապես փորձում է հասկանալ, թե ով եք եւ արդյոք վտանգ ներկայացնում եք իր համար, թե ոչ։ Երբեք մի վազեք, սա ամենակարևոր կանոններից մեկն է։ Շատերը կարծում են, թե կարող են արագ փախչել, սակայն իրականում գորշ արջը կարճ տարածության վրա կարող է գերազանցել շատ մեծ արագություն։ Մարդը նման իրավիճակում գրեթե երբեք չի կարողանա նրան գերազանցել։ Բացի այդ, փախչող մարդը կենդանու մոտ կարող է առաջացնել հետապնդման վնասը։ Այդ պատճառով ավելի անվտանգ է պահպանել ինքնատիրապետումը եւ չկատարել կտրուկ շարժումներ։
Մի շրջվեք մեջքով, եթե որոշել եք հեռանալ, արեք դա շատ դանդաղ, փորձեք աչքի անկյունով հետևել կենդանուն, բայց մի նայեք նրան երկար և սևեռուն, քանի որ որոշ կենդանիների համար դա կարող է ընկալվել որպես մարտահրավեր, դանդաղ հետ քայլեք, առանց շտապելու և առանց հանկարծակի շարժումների։ Խոսեք հանգիստ ձայնով, եթե արջը կանգնած է ձեզանից որոշ հեռավորության վրա, կարելի է հանգիստ և հավասար ձայնով խոսել, օրինակ ասել. «Հանգիստ, ես հեռանում եմ»։ Բառերի բովանդակությունը կարևոր չէ, կարևորը այն է, որ կենդանին հասկանա, որ իր դիմացը մարդ է, ոչ թե այլ կենդանի։ Մի գոռացեք, մի փորձեք վախեցնել նրան և ոչինչ մի նետեք նրա ուղղությամբ, եթե դրա անհրաժեշտությունը չկա։ Երբեք մի մոտեցեք արջին։ Այսօր շատ մարդիկ ցանկանում են մոտիկից նկարանել վայրի կենդանիներին, սակայն նույնիսկ եթե արջը հանգիստ տեսք ունի, դա չի նշանակում, որ անվտանգ է մոտենալը։ Հիշեք, վայրի կենդանու վարքը կարող է փոխվել ընդամենը մի քանի վայրկյանում, հետևաբար ամենաճիշտ որոշումը հնարավորինս մեծ հեռավորություն պահպանելն է։ Եթե անտառում երեխաների հետ եք, անմիջապես նրանց պահեք ձեր կողքին, թույլ մի տվեք վազեն կամ գոռան։ Փոքր երեխաներին հնարավորության դեպքում վերցրեք ձեր մոտ, որպեսզի նրանք հանկարծ չսկսեն փախչել։ Շատ մարդիկ Հայաստանի անտառներից զբոսանքի են գնում շների հետ, սակայն պետք է հիշել, որ շունը կարող է վազել դեպի արջը, հաչել, հետո վախենալ և վերադառնալ հենց տիրոջ մոտ, իր հետևից բերելով նաև կենդանուն։ Եթե գտնվում եք այդպիսի տարածքում, որտեղ հնարավոր է արջի ներկայությունը, ավելի անվտանգ է շանը պահել վերահսկողության տակ։ Հիշեք, արջը սովորաբար խուսափում է մարդկանցից։ Հայաստանում արջերի հետ հանդիպումները համեմատաբար հազվադեպ են, իսկ մարդկանց վրա հարձակումները առավել ևս։ Շատ դեպքերում կենդանին նախընտրում է հեռանալ, եթե ժամանակին զգում է մարդու ներկայությունը։ Այդ պատճառով ամենակարևոր պաշտպանությունը զգոնությունն է, ճիշտ վարք և բնության նկատմամբ հարգալից վերաբերմունքը։ Անտառ գնալիս նախապես տեղեկացեք երթուղու մասին, հնարավորության դեպքում միայնակ մի ճանապարհորդեք և միշտ հիշեք, որ դուք հյուր եք վայրի բնության մեջ։